Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում վերջին զանգի միջոցառումը հերոսապատումով է փոխարինվել։ Հենց այս դպրոցն է ավարտել Արցախի հերոս 19-ամյա ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, ով ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելու համար հերոսաբար իր կյանքն է զոհել հանուն հայրենիքի։ Հայրենիքը մի եզերք է, ուր գերի է հոգի։ Հայրենիքին հասցրած վեքը մեզանից յուրաքանչյուրը զգում է իր սրտի խորքը։ Հայրենասիրությունը զոհության աղբյուր է, Աթենայի պատճառով, որ վարձատրություն չի ուսանում։ Հերոսությունը հոգու ախտանակն է, խառնի նկատմամբ։ Արիությունը անանցանելի ուղիներ չի ճանաչում։ Արիությունը չի մեռնում հերոսի հետ, այլ նրանից երկար է ապրում։ Անձնազոհություն կատարելը հեշտ չէ, երբ վախն է իրական, վախն է իշխողն ու թելադրողը։ Ահա այդ պահի հրամանով էլ ազնազոհվեց մեր սիրելի սանը, Ռոբերտ Աբաջյանը։ Թշնամին կրակի կարտի տակ էր առել դիրքերը։ Ռոբերտն ու իր ջոկի զինվորները կռվում են մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին շունչը հետ են նովում թշնամու գրողները։ Զոհվել են։ Իննիա դասարանն է։ Այս դասարանում է սովորում նաև Ռոբերտ Աբաջյանի քույրը։ Էլեն Աբաջյանը վերջին զանգի միջոցառման ելույթի իր բաժինը բոլորից լավ գիտի, բայց առաջին օրից չի կարողանում մինչև վերջ արտասանել։ Սիրելի եղբայր, կյանքդ ընդհատվեց ծաղիկ հասան։ Ընդամենը 19 տարի, սրտից մեզ։ Դե պետք է ասես։ Ոչինչ, հավաքվի Էլեն ջան, շատ ես ուզվել, բալես, բայց լավ ասում ես, քո պարտքն է, պիտի մատուցես, ասա, սիրունջը։ Սրտից մեզ ցավ կա, բայց չեմ արտասվում։ Հպարտ եմ, որ ունեմ քեզ, այո, ունեմ, որովհետև դու կաս, ապրում ես ու կլինես քո ժողովրդի սրտում։ Հպարտ եմ, որ անմահացար հանուն մայր հողի, նախընտրեցիր հավերժի գիրկը, քան ծնկի գալը ոսոխի առաջ։ Դու սրբացրիր քո անունը, դարձար մերօրյա հերոս, դարձար նորօրյա հավերժի ճամփորդի։ Այս քառօրյա պատերազմը, որ չի էլ ավարտվել դեռ, շատ բան փոխեց երեխաների հոգեբանության մեջ։ Նրանք բոլորը կարծես միանգամից հասունացան, մեծացան։ Եվ իրենք չէին կարող անմասն մնալ։ Իրենց նախաձեռնությունն է եղել եւ ցանկությունը վերջին զանգը սկսել հերոսապատումով։ Այս ընթացքում իրենք դբաց դասերով, այլ միջոցառումներով դարձյալ հանդես են եկել, բայց վերջին զանգը առանց մերօրյա պատերազմի, առանց Ռոբերտ Աբաջյանի իրենք չէին պատկերացնում, քանի որ Ռոբերտը մեր դպրոցի աշակերտ է եղել, նրանք շատ հպարտ են, կրկնապատկվել, բազմապատկվել է այն հպարտությունը, որ իրենք կրում են ցանկացած հերոսական արարքի հանդեպ, եւ ցանկություն հայտնեցին, որ իրենց ելույթը հենց այդ ոճով լինի։ Եթե դուք տեսնեք, իրենք զանգ են պատրաստել, որը խորհրդանշում է ամբողջ հողագունդը եւ մի պատգամ են հղում ամբողջ աշխարհին, որ երբեք աշխարհում չհնչեն ռումբեր, զենքը չավերի երկրագունդը որպես զանգ, թող աշխարհում երեխաների խնդրանքով ուզում են, որ հնչի միայն դպրոցական զանգը, որը խաղաղություն է ավետում։ Երեխաները պատրաստ են իրենց խոսքում հնչեցրած խոսքերն եմ դարձյալ ես մեկ վկայակոչում, հնարավորին հարկ եղած դեպքում փոխարինել այսօրվա հերոսներին։ Նրանք ընդունել են հերթափոխը եւ այսօրվա մազի հաստություն ունեցող խաղաղությունը, որ ամեն րոպե Աստված միարասցե, եթե ընդհատվի, նրանք պատրաստ են նույնիսկ այսօր դիրք գրավել իրենց պապերի, հայրերի, եղբայրների եւ ընկերների կողքին։ Բոլորս էլ հպարտենք, որ այդպիսի անձնավորություն է սովորել մեր դպրոցին, վազվզել է այն միջանցքով, որով հիմա մենք ենք վազում ու դասերից փախել էի, մեր պես աշակերտ եղել է այնպես, լսելով նրա մասին ես այս վերջին իր հերոսությունից էլ մտածելով ավելի շատ ես հասկանում եմ, թե ինչպիսի անձնավորություն է նա եղել եւ իմ հպարտությունը կրկնապատկում է, որ ես սովորում եմ այն դպրոցում, որտեղ սովորել է նա։ Այս դպրոցը Ռոբերտ Աբաջյանին չի մոռանա։ Դպրոցի թիվ 6 դասասենյակը, որտեղ միայն ռազմագիտություն է դասավանդվում, կրում է Ռոբերտի անունը։ Նրա պատկերի առջև ամեն օր մոմեր են վառվում։ Ռոբերտի զինվորական գրքույկն ու անձնագիրն է, որը միշտ եղել է նրա զինվորական համազգեստի ցուցագրպանում։ Այսօր դրանք իրենց տեղը գտան այս դասասենյակում։ Դպրոցի ուսուցիչները վստահեցնում են, այս դպրոց դնող յուրաքանչյուր աշակերտ մեծից փոքր հպարտությամբ իմանալու են, որ իրենց այս դպրոցում սովորել է Արցախի հերոս հայ ազգի արժանի զավակ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը։
Սոսե Բաղդասարյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։